Բարև հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանց է թող արձակված լինի մեր կյանքի վրա։ Քո խոսքը ճշմարիտ խոսք է, հաստատված երկնքում, անփոխարինելի։ Քո խոսքի առաջ խոնարհվում են բոլորը։ Քո խոսքը մինչև չկատարվի հետ չի դառնա։ Ու ամեն բան բարձրացած քո կամքի դեմ ու քո խոսքի դեմ դատապարտված են պարտության։ Ես օրհնում եմ քո փառավոր հաղթանակը, քո կատարյալ կամքը, որ ունես մեր վրա։ Օրհնված թող լինի քո կամքը, որը բարին, հաճելին ու կատարյալն է, որը քո ձեռքով, քո հոգու զորությամբ իրականություն ես դարձնում ամեն իրավիճակների վրա։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, ոնց տեսնում եք, խավարի ժամանակներ են, ու խոսքը այդ ձև ասում է նաև, ասում է, խավարը ծածկում է երկիրը, բայց քո վրա ծագում է Աստծո լույսը։ Ուզում եմ ասի, կապ չունի ինչ կկատարվի աշխարհում։ Կարևորը, որ դու Աստծո պաշտպանության մեջ ես ու քո վրա հանգամանքները չեն ազդելու։ Ճիշտ հակառակը, դու տեսնելու ես Աստծո փառքը։ Այս խոսքի վրա այսօր որ մտածում էի, իրավիճակներին նայելով, թե ինչ է կատարվում, հիշեցի մի երազ, որ 5 տարի առաջ եմ տեսել, 6 տարի առաջ կորոնան նոր պետքա սկսվեր, թե արդեն սկսված էր, լավ չեմ հիշում, բայց այդ օրերին էր ու իմ տեսած երազի մեջ իրոք խավար էր, ամբողջ երկինքը մթության մեջ էր, ամպերով ծածկված էր, գորշ ամպեր էին ու մենք ինչ-որ ճանապարհ էինք անցնում։ Կար մի կամուրջ, այդ կամուրջը մուրտերի մեջ տեսակ կլինեք, որ սենց թեք փայտից սարքած լինում է առվակների վրա։ Ինքը փոքր կամուրջ էր, բայց այդ ձևի, սենց բանով սարի նման սարքված, որ բարձրանում են։ Ու մենք անցնում էինք դա, ու միաժամանակ նայում էինք երկնքին, որ այդ խավարը շարունակում է տիրել։ Այդ ամբողջ ընթացքում, քանի մենք այդ կամուրջի վրայով քայլում էինք, այդ իրավիճակը խավար էր։ Ու ես իմ ընտանիքի հետ էի անցնում, ու իմ աղջիկը հարցրեց, ասեց, պապ ջան, այս երբ է վերջանալու այս խավարը, այս վիճակը երբ է վերջանալու։ Ու երբ որ մենք արդեն կամուրջի վերջին էինք մոտենում, այդ վերջի փայտերն էր, որ պետքա մյուս ափին արդեն իջնեինք, ես նայեցի երկինք եւ տեսա փոքր բացված տարածք, որտեղից արևի շողքն է արդեն երևում։ Գիտեք դա ինչի նման է, երբ որ հիշում եք, երբ որ Իսրայելում 3.5 տարի անձրև չկար, Եղիան աղոթեց ու հետո ինքը իր ծառային ուղարկում էր, որ նայի տեսնի ամպ կա թե չկա, ու վերջում տեսավ մի փոքր ամպ ու ասեց վերջ, հեսա հորդառատ անձրևը գալիս է, այսինքն այդ փոքր նշանը խոսում էր այն մասին, որ հեսա ամպերը կհավաքվեն ու հորդառատ անձրևը կգա։ Նույն ձևով, երբ որ ես նայում այդ մառախլապոտ, այդ մռայլ երկնքին, այդ փոքր լույսը, երբ որ ես տեսա, դա նշան էր։ Ես ասեցի շուտով, շատ շուտով ամեն ինչ կվերջանա, խավարը հեռանում է ու գալիս է լույսը։ Գիտեք, ես 6 տարի առաջ եմ սա տեսել, այսօր հանկարծ հիշեցի, որովհետև այս իրավիճակների մեջ ենք, ոնց տեսնում եք։ Ու գիտեք, իրավիճակին նայելով չի թվում, թե հեսա այս լույսը կհայտնվի, թվում է, թե այս խավարը գնալով ավելի է ուժեղանում, բայց ամեն ինչ ունի իր որոշված ժամանակը։ Կան ուժեր, որ բարձրացած են Աստծո կամքի դեմ, ու դուք տեսնում եք հիմա ինչ է կատարվում, նոր կառույցներ է ստեղծվում, ամբողջությամբ կատարվում են մարգարեությունները, ճանապարհ է պատրաստվում հակաքրիստոսի գալու համար, այդ ամբողջ սիստեմն է ստեղծվում, ու գնալով այդ ամպերը ավելի գորշ են դառնում,
ու թվում է, թե այդտեղից ելք չկա, այլ երբևէ լույսը չի ծագելու, ճիշտ հակառակը, պետքա էլ ավելի գնալով վատանա իրավիճակը, բայց խոսքը ասում է, որ խավարը կծածկի աշխարհը, բայց քո վրա ծագելու է Տիրոջ լույսը։ Մի բան էլ շատ կարևոր ուզում եմ ասեմ, երբ որ Նոյը իր ընտանիքով մտավ Նոյան տապան ու Աստված փակեց դուռը, Աստված իրանց վերցրեց պաշտպանության տակ ու ամբողջ աշխարհում սկսվեց ջրհեղեղ, որը կարելի է նույնպես անվանել մռայլ ժամանակներ, մութ ժամանակներ, որտեղ շուրջ բոլորը ամեն ինչ սկսեց կործանվել։ Նոյը ինքը, երբ որ պատրաստում էր Նոյան տապանը, Աստված իրան հրահանգ չէր տվել, որ պատուհաններ սարքի։ Ընդամենը մի պատուհան կար, որը նայում էր երկինք։ Եթե լինեին պատուհաններ, Նոյը անկասկած այդ պատուհաններից կնայեր, կտեսներ, թե ինչ է կատարվում մարդկանց հետ, կնայեր այդ պրոբլեմներին, այդ փոթորիկին, այդ արհավիրքներին ինչ է կատարվում, բայց Աստված զրկել էր Նոյին այդ հնարավորությունից փոթորիկին նայելու, տվել էր ընդամենը մի պատուհան, որը նայում է երկինք, որը նայում է Աստծուն ու բռնված է Աստծո խոստմունքից։ Գիտեք, այսօր շատ կարևոր է, որ մենք բռնվենք Աստծո խոստմունքից ու նայենք երկինք։ Մենք գիտենք Աստծո խոսքը։ Մենք գիտենք, որ Սատանան փորձելու է ներկայանա Աստծո փոխարեն։ Ինքը ամեն ինչով ուզենալու է Հիսուսին արժեզրկի ու ինքը ներկայանա որպես Աստված։ Բայց քանի որ մենք ունենք արդեն Աստծո խոսքը, Աստված մեզ նախապատրաստել է ու զգուշացրել է գալիք բաների մասին, որպեսզի մենք չշփոթվենք։ Վերջնական հաղթանակը պատկանելու է Հիսուս Քրիստոսին։ Մենք գիտենք, որ վերջնական պատերազմի մեջ Աստված գալու է Հիսուսը իր բերանի սրով հաղթելու է Սատանային, իրանց կապելու է, դնելու է դժոխքում 1000 տարով։ Իրանց բոլոր ջանքերը, ինչ էլ որ փորձում են անեն, իրանք գուցե մարդկանց աչքին ինչ որ ձևով տպավորություն թողում են ու մարդկանց վերցնում են վախի մեջ, բայց Աստված ուզում է, որ մենք ոչ թե նայենք, թե իրանք ինչ են անում, այլ ուզում է, որ մենք նայենք, թե ինչ է Աստված մեզ խոստացել ու ինքը Հիսուսը ճշմարիտ Աստվածն է, որի առաջ ամեն մեկը պետք է խոնարհվի, ինչքան էլ բոլորով հիմա փորձեն անարգեն Հիսուսին ու չընդունեն Հիսուսի աստվածությունը։ Աստված ինքը իր զորությամբ ցույց է տալու իր փառքը ու բերելու է փառավոր հաղթանակը։ Նենց որ մի նայի, թե ինչ է կատարվում շուրջ բոլորդ։ Բռնվի այն խոսքից, որ ունես։ Աստծո լույսը ծագում է քո վրա, խավարը հեռանում է, Տիրոջ լույսը ծագում է քո վրա։ Ամեն իրավիճակներ, որ բարձրացած են, դա ընդամենը տպավորություն է, որպեսզի քեզ վախի մեջ պահի, քո սիրտը գողանա, բայց եթե քո հայացքը Հիսուսի վրա է, որևէ բան քո վրա չի ազդի, հանգամանքները փոխվելու են, իրավիճակները խոնարհվելու են Հիսուսի առաջ, այն ինչը որ թվում էր կործանում, իրականում իրավիճակը, որից հետո գալու է փառավոր հաղթանակը ու քո օրհնությունների ժամանակը։ Աստծո խոստմունքները քո կյանքի վրա Աստված իր զորավոր ձեռքով իրականություն է դարձնում։ Հիսուսը քո Աստվածն է։ Հիսուսը քո ելքն է ու ինքը արդեն հաղթանակը քո կյանքի ամեն իրավիճակի մեջ տվել է։ Աստված իր պատասխանը միշտ բերում է գերբնական ճանապարհներով։ Աստծու մոտ չկա սովորական պատասխան։ Աստված գերբնական Աստված է ու գալիս է քո կյանք գերբնական ճանապարհներով։ Ու թող Տիրոջ փառքը ծածկի քեզ։ Հայր, շնորհակալ եմ քո փառավոր հաղթանակի համար, որ բերում ես ամեն մեկիս վրա ու Հայաստանի վրա։ Ամեն բան, որ բարձրացած է Հայաստանի դեմ, քո տեսիլքի դեմ, քո խոսքի դեմ, ուստեղ ամեն մեկը փորձում է իրեն դրսևորի ինչ որ ձևով,
հաստատվի, իրան հռչակի ինչ-որ մեկը, Տեր իրականում այս երկրի Տերը դու ես իրական Աստվածը, ու ցույց տուր ամեն մեկին, որ Մինի Արարատի ասքանազի Տերը, Փրկիչը, Աստվածը դու ես, արքաների արքան ու տերերի Տերը դու ես Հիսուս, ամեն մեկը, որ փորձում է ներկայանա, թե ինքն է Տերը կամ արքան այս երկրի, թող քեզանից ստանա պատասխանը, սա քո պատերազմն է, սա քո դեմ մարտահրավեր է, սա քո աստվածության դեմ է, այս ամեն ինչը ուղված, քո անունն են փորձում անարգեն, քո պատասխանը թող չուշանա բոլոր այս անիրողության որդիների վրա, որ անարգում են քո խոսքը, քո կամքը ու քո անունը, փառավորվիր ամեն մեկի վրա, ու թող փարավոնը, որը հակառակված էր քո կամքին, կարմիր ծովի մեջ ևս մի անգամ իր ողջ զորքով ստանա իր արժանի պատիժը, փառավորվիր թշնամիներիդ վրա ու հաստատիր քո արքայությունը Մինի Արարատի ասքանազի թագավորությունում, այս տարածքում, ու ցույց տուր, որ ստեղի ժողովուրդը քո սեփականությունն է, որը իրանց սրտում քեզ ընդունել է Տեր, Փրկիչ ու արքա, միակ ճշմարիտ Աստված, որը մարդկության համար վճարել է գինը ու իր փառքով իշխնում է ամեն մեկի վրա, ամեն իրավիճակի վրա, բերելով գերբնական պատասխանները Աստծո զորությամբ, Աստծո շնորհքով ու Աստծո փառքով։ Շնորհակալություն Հիսուս ջան, քո փառավոր հաղթանակի համար, որ իրականացրել ես արդեն ամեն մեկիս կյանքում ու ազատագրել ես այս տարածքը քո փառքի համար ու քո ծրագրերի համար։ Եղիր հավիտյան փառավորված, սիրելի Հիսուս, մեր սիրելի Թագավոր։ Ամեն։ Գահդ հաստատիր Հայաստանի վրա հավիտյանս հավիտենից։ Ամեն։